Եւ ըստ էության սիստեմային վաճառելիս Բաշնեֆտի միջնորդն է եղել, Բաշնեֆտը սիստեմային վաճառելիս պարոն Հայրապետյանը միջնորդն է եղել, արդյոք կա այդ հիմքը ներկայացված մեղադրանքով։ Ես ռուսերը կարդամ, եթե ինչ-որ մի տերմին չհասկանաք, ես կփորձեմ թարգմանել իմ ձեռքի տարբերակում 24 հուլիսի 2014 թվականի որոշումը բառացի կարդամ, որպեսզի ավելի հասկանալի։ Ինչի մեջ է մեղադրում հապանարությունը։ Հայրապետյան должен был советами, указаниями предоставлены информации, средств и орудий совершения преступлений и устранения препятствий содействия совершению преступления. Տեսեք ինչ ասում է Հայրապետյանը պետք է խորհուրդ տալու, ցուցում տալու, տեղեկատվություն տրամադրելու եւ հանցագործության գործիք տրամադրելու միջոցով օժանդակի հանցագործության կատարման։ Եթե հաջորդ էջնաշրջանը մնացած մյուս պահուրաններից ձևակերպումից երևում է, որ Рахимова поручил доверенным и подконтрольным ему лицам совершить преступление. Այսինքն դեռևս պարոն Հայրապետյանը գործուն չունի այս պահին, ինքը էպիզոդ թվարկման բոլոր ինչպես է յուրացրել այդ բաժնետոմսերը, որոնք Ռախիմովը հանձնել է իրեն պատկանելի եւ իրեն վստահելի անձանց, դեռ պարոն Հայրապետյանը դեռ չկա դեպարակներից որոնցում դեպարակում։ Այնուհետև ներկայացնում է, որ после реализации указанной цепочки, после реализации Рахимовой комиссии, передачи акций, преступная деятельность Рахимова была скрыта. Сейчас Ерколенко авартел այդ հանցագործությունը, բացահայտվել է։ Уполномоченный государственный органами Российской Федерации возбуждено уголовное дело 32.418 по признакам преступлений, предусмотренных 165 УК ՌԵՎ статьей. Այսինքն հանցագործության բացահայտվել է եւ քրեական գործ է հարուցվել։ Քննիչի կողմից նշանակվել է համապատասխան հետո գործականությունը ձևակերպումների տեղացը, որից հետո նոր Ռախիմովը դիմում է պարոն Հայրապետյանին եւ պարոն Հայրապետյանը ներսակնում է տեսեք ինչ գործողություն կատարել։ Եթե արդեն փողը յուրացել է, հանցագործություն բացահայտվել է, արկային տեսչություն եկել է ստուգում կատարել տենել թե այդ գումարը ինչ եղավ, թե ինչու՞ն է միջնորդը եւ ինչպես է հիմնավոր լինում։ Ես թվարկեցի պարոն Հայրապետյանի բոլոր գործողությունները առանձին որոնք իրան ներսակում են կատարելու եւ եթե ասեմ որոշման մեջ դուք կգտնեք այն ձևակերպումները, որ ուղղակի հակասում են քննիչը ինքը իրեն, թե քննիչը ասում է, որ ինքը տրամադրել է հանցագործության գործիք, նայում ես ամբողջ գործը, հանցագործության գործիքի կարիք չկա, դա գողություն չի, որ ինքը ինչ-որ գործիք կա գնա։ Սա փաստաղ ակցիաների ժողով է եղել, ժողովում որոշվել է, այս ակցիաները տան ինչ-որ կազմակերպության, ասեմ Հայաստանում է հանցագործություն, գործիքի կարիք չկա։ Ասում են խորհուրդ ատավյալ, թե ոնց պետք է փողը գողանալ, փող գողանալու մեջ ասում ես այն հասարակ գողն է կհասկանա, խորհուրդ տալու խնդիրը չկա, եւ գիտի որ ակցիաները բոլոր ձեր վարձասին տալիս են մի կազմակերպության, որը ինքնաստեղծ է, այնուհետև այդ կազմակերպությունից փոխանցվել հիմնադրամին, հիմնադրամը արդեն դվանտ է, ասեն խորհուրդ տալու կարիք չկա։ Ես ուղղակի չեմ ուզում պետք անել, եթե մենք անդրադառնանք այդ արկետ մեր ստեղծված իր գործողությունը, միայն որոշումը բավարար է, որպեսզի վերլուծել տեսնել, որ գործողությունը, որ իրենք կատարել են, իրանից ոչինչ չեն ներկայացնում, այսինքն կարիքը չուներ հանցավորը այդ գործողությունների պարոն Հայրապետյան։ Իսկ այդ գործողության կատարումը հիմնավոր լինելը կարող է միայն վկայի ցուցմունքով։ Իսկ եթե ինքը ոչինչ չի անում, գործիք չի տրամադրում, թե հասկացա գործիք կարիք չկա, գործություն չի։ Եթե իր խորհուրդ տալը ոնց պետք է հիմնավորվի։ Ինչ որ մի վկա պետք է գասի, որ պարոն Հայրապետյանի իմ ներկայությամբ ինչ որ խորհուրդ է տվել հանցագործությունը կազմակերպած Ռախիմովին, հա։ Եվ այդ վկան ասեցին ով է հանդիսան, որ նման խորհուրդ է տվել։ Հիմա դա հիմնավոր է թե ոչ, արդեն մեր հարևան գոլեգանից դատարանը կարող ասել, ոնց կարող է հիմնավոր համարել դատապարտված ծանր հանցագործության մեջ մարդու մի ասածը եւ դրա հիման վրա մարդուն մեղադրել հանցագործության մեջ ծանր կրել եւ ազատ զրկել։ Խափանիչը դրել կարող։ Սա է հիմնավոր ոչ հիմնավորի հիմնավորը։ Ես ինձ թվում է, նայեցեք, ճիշտ է իրավաբանական կողմը անֆերի դեպքն է եւ լավ է աշխատել, սա կասկած խառնցող հարց չի։ Դա կապված է նաև թե հայությունը, այս երկիր մոլորակով է, ինչպես օժանդակություն կազմակերպել։ Ռուսաստանն այսօր ինչի կարիք ունի, այնպիսի կարիք, որ ոչ մեկը չունի։ Սա պիարվի եւ եթե միջոցառումը Երևանում է լինելու, ես կարծում եմ նույն ժամին, նույն օրը, նույն տեղերը բոլոր մայրաքաղաքներում, որտեղ հնարավորություն է այդ բոլորը պիարվի։
Սա իհարկե օժանդակ միջոց է, բայց ես մի բան եմ հավելեմ, տեսեք, որ իրականում մեղադրանք առաջադրելիս որոշակի PR-ի գործիքներ է դրել, որտեղ երբ որ որպես մեղադրանք ներգրավելու որոշումը պրեամբուլան կարդում է, ներկայացնում են պարոն Հայրապետյանին, որ Ռախիմովը ներգրավել է իր կազմակերպված հանցավոր խմբավորման եւ որոշակի դեր է աշխատում։ Բայց հետո երբ որ բացում է ինքը ինչ արել պարոն Հայրապետյանը, տեսնում ես, որտեղ ներգրավում չկա։ Եթե պարոն Հայրապետյանը կատարել է այն ինչ որ ռուսական ձեռքբերումները վերածում են, ապա իրեն պետք է մեղադրանք առաջադրել որպես հանցակցի ոչ թե օժանդակող։ Որտեղ եթե ես ներգրավված եմ որոշակի խմբի մեջ ու որոշակի գործողություն եմ կատարում, ես հավասար հանցակից եմ, ինչպես մնացած, այդ կողմներ կազմակերպչը։ Եվ եթե դուք ձևակերպումն տեսնեք, բոլոր պարոն Հայրապետյանի բառերից հետո գրված է անհայտ անձանց հետ միասին։ Չի կարող մարդը տանել գումար կաշառ անհայտ անձանց։ Չէ, իրեն մեսագրում են օժանդակելու հանցագործությանը խորհուրդներով, ցույցում տալով։ Որ ձևակերպումները դեպնայք կտեսնեք, որ ըստ էության իրեն ավելի շատ մեղադրում են, որ ինքը փաստաբանի, պաշտպանի դեր է կատարել, ասել է ինչպես կարելի է այդ հանցագործությունը թաքցնել եւ ավարտին հասցնել գումար։ Բայց ես ասում, երբ որ ախտում ես ինչ արել ինչեւ է Ռախիմովը, ինքնին հասկանալ որ խորի բարի չկա, այդ գործողությունը ինքը 2000 թվականից կատարում է, ոչ մեկ չպետք չէ իմաստ չկա, մի մարդ այդ PI դար, ասել գիտես ինչ թող ակցիաներիան վաճառեն մի հատ ֆիկտիվ կազմակերպություն, այդ ֆիկտիվ կազմակերպությունը փոխանցի հիմնադրամին, հիմնադրամները ինչ որ դրա գործողություն կատարելու է, թողերը մարտի համիվեց տա։ Ինքը կարիք չուներ հասկանալ Ռախիմովը։ Բայց բացի կարիքից 2000 հանցագործությունը այո, շատ ճիշտ դիտարկում արեցիք։ Եվ այդ ձերքը սապեսիդի դրանից անդրադառնալիս դրա դուք հանցագործը ձերքակալված չէ, ձերքակալում են իմաստուն, որը 2000 ընդհանրապես կապ չի ունեցել բուն գործընթացի հետ։ Իսկ բուն գործընթացը եղել է 2000 թվականին, երբ որ ամեն ինչ վերջացել ավարտվել, որ հանկարծ Լևոն Հայրապետյանի անունն է մեջտեղ դրած։ Ռուսիան դիտարկում է։ Իսրայելական միջարկից ելնելով չի կարելի։ Միա դիտարկում է Ռուսաստանի նավթային ընկերությունների մեջ հայտնի է որ հազարավոր ակցիաներ կան։ Ու այդ հազարավոր ակցիաները բոլորն են միլիարդատերեր։ Ու բոլորս էլ գիտենք, որ այդ ակցիաներների ոչ մեկի պապը, տատը իրանց կտակ չի թողել, որ իրանք այդ ակցիաները արեն։ Իրանք արել են ներկա այսօրվա օրենքի սահմանների մեջ ստեղծված իրավական դաշտով։ Լևոն Հայրապետյանը վստահ է, որ իմանալով այդ խաղի կանոնները ոնց որ մնացածն են արել, նույնն էլ ինքն է արել, եթե արել է, եթե ունի։ Ուզում եմ ասեմ, ակնհայտ էսի պետ պատվերա։ Եթե կարան Լևոնին բռնեն, ուրեմն կարան բոլորին բռնեն սա ակցիան, որովհետև ուրիշ օրենք կա, թերի է իրանց օրենքները։ Պետ պատվերա ժողովուրդ ջան։ Ես մի բան ճշգրտում անեմ, չէ՞։ Ռուսաստանին մաս։ Այստեղ վատընտրյալի գործոններ։ Որտեղ իրենք քաղաքականության փոփոխություն ունեն, քաղաքականության փոփոխությունը Արցախը դարձնում է նորից իրենք իրենց նախաձեռնությունը, որտեղ Ռուսաստանը ունի կարիք, Կովկասում վերահսկողություն ունենա։ Այս որ ուշելու կարիք ինքան չկա։ Առաջարկում եմ բոլորիս զինվեր համբերության։ Սպասել մինչև ամսի 13-ը։ Եթե 13-ին խափանման միջոցը չփոխեցի, մենք շատ ավելի հստակ տեսակետներ, դիրքորոշումներ կդնենք մեր գործունեության շատ ավելի հստակ, եթե ամսի 13-ին խափանման միջոց չփոխեցի։ Ինչ վերաբերվում է ցույցերին, մինչև 13-ը համաձայն ենք, որ պետք է արվեն մեր ցույցերը և Երևանում, և այն երկրներում, որտեղ մենք ունենք բավարար անհրաժեշտ թվով հայրենակիցներ, մարդիկ, որոնք դուրս կգան Լևոն Հայրապետյանի պաշտպանելու նպատակով։ Իսկ մինչ այդ նորից մինչև ամսի 13-ը եկեք համբերեք և տեսնենք, ես հույս ունեմ, որ 13-ին կարող է խափանման միջոցը փոխել։
այսինքն բանկից հանը, ասեն գնա տանը, տնային իրա տան մեջ, գնեն կալակ, պահակ բնեն։ Մինչև այդ իրենք